Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդում, որի ընթացքում բացահայտում ենք առողջության գաղտնիքները, քննարկում բժշկության կարևորագույն թեմաները եւ օգնում ենք ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին կատարելու քայլեր ձեր առողջության պահպանման հարցում։ Տաղավարում ինչպես միշտ մենք ենք, պլաստիկ վիրաբույժ Վարդան Շահինյանը եւ ես Ռիփսիմե Պոդոսյանը Նյարդաբան։ Վստահ եմ այսօր շատ հետաքրքիր հաղորդում է լինելու Ռիփսիմե եւ կարծում ժամանակն է արդեն իսկ առաջին թեմային անդրադառնալուն, իսկ տեղյակ ես ով է այսօր մեզ հյուրընկալելու առաջինը։ Իհարկե գիտեմ, բայց չեմ բացահայտի մեր առաջին հյուրին, ով րոպեներ անց կլինի մեր տաղավարում, առաջարկում եմ դիտել օրվա անոնսը։ Այսօր դիտեք բորելիոզ կամ լայմի հիվանդություն։ Հիվանդություններ, որոնց պատճառը ամենասովորական տիզն է։ Ինչ նախանշաններ ունի այս հիվանդությունը։ Կարելի է արդյոք կանխել եւ ինչպես պետք է վարվել, եթե մարմնի վրա տիզը հայտնաբերվել։ Ինչ գործոնների արդյունքում է թուլանում մեր լսողությունը եւ ինչպես պայքարել դրանց դեմ։ Ինչու է որոշ երեխաների մոտ մրցակցությունն ավելի հաճախ կրկնվում եւ որոնք են այն հիմնական սխալները, որ թույլ են տալիս ծնողները բուժման ժամանակ։ Հոլիվուդյան մաքրում։ Ինչով է տարբերվում այս պրոցեդուրան դեմքի մաքրման այլ պրոցեդուրաներից։ Ինչ արդյունք կարելի է ակնկալել։ Հարգելի հեռուստադիտողներ, տարվա հատկապես այս ժամանակահատվածը ակտուալ է խոսելու մի հիվանդության մասին, որը տարածում են մակաբույծերը, մասնավորապես տզերը։ Այսօր խոսելու ենք հետաքրքիր հիվանդության մասին, որը իր ծագմամբ ընթացքով բավականին բարդ է, հանդիպում է շատ հաճախ, ախտորոշվում ցավոք ավելի քիչ դեպքերում, եւ այսօր կքննարկենք բորելիոզը, որը սովորաբար տարածում են տզերը եւ շատ հաճախ կլինիկորեն դրսեւորվում են բավականին բարդ ընթացքով, դժվար ախտորոշվում են նույնիսկ մասնագետ կողմից եւ ոչ հաճախ մարդ ինքը գիտի ինչպես վարվի, եթե մարմնի վրա հայտնաբերվել է տիզ։ Այս հետաքրքիր թեմայով այսօր կխոսենք իմ հյուրի հետ, ով ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ վարակաբան Արմեն Օհանյանն է։ Ողջույն Արմեն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ժամանակ եք գտել, այսօր խոսելու ենք մասնավորապես նեյրոբորելիոզի մասին, ես ինքս հետաքրքրված եմ որպես մասնագետ, որովհետև հանդիպում ենք հաճախ քողարկված դեպքերի եւ բարդ ախտորոշման, այսպես փուլեր ենք անցնում պացիենտների հետ։ Խնդրեմ եկեք առաջինը սկսենք նրանից, ինչ անի մարդ, եթե մարմնի վրա հայտնաբերել է տիզ։ Եկել է բնության գրկում, եկել է տուն եւ տեսնում է, որ մարմնի հատվածում տիզ է։ Շատ լավ, այս շատ կարևոր է, որ ինքը տեսնի, որ տիզ կա, այսինքն շատ կարևոր է, որ մարդը, երբ որ բնության գրկից ետ է վերադառնում տուն, պարտադիր կերպով մարմնազննություն իրականացնի։ Շատ կարևոր կետ է սա, այո, որտեղ շատ հաճախ բաց ենք թողում եւ հենց հիվանդությունները դրա հետևանքով են տարածում, այսինքն այդտեղ շատ կարևոր է իմանալ, որ վաղ հայտնաբերում է, երբ որ մենք վաղ ենք հայտնաբերում տիզին, ինքը իր հեռացնելը կանխում է հիվանդության զարգացումը։ Սա կարևոր հանգամանքներից, որ օրվա վերջում պարտադիր, ինչու օրվա վերջում, որտեղ մասնավորապես օրինակ հենց բորելիոզի լայմի հիվանդության տարածման ռիսկը սկսում է, երբ որ առնվազն գոնե 24 ժամ տիզը պետք է մարմնի վրա լինի, հա, կպած լինի մարմնին, այդ ժամանակ նոր ինքը կարող է փոխանցել հիվանդությունը։ Հետևաբար, եթե մենք օրվա վերջում չալարենք եւ մարմնազննություն իրականացնենք, հեռացնենք տիզը, մենք արդեն իսկ այս մեծ հիվանդությունը կկարողանանք կանխել։ Եվ ներողություն, մենք գիտենք, որ տիզը բավականին ամուր կպած է ինքնուրույն եւ կամավոր ինքը դուրս չի գալու մարմնից, ինքը շատ ամուր հենված է եւ պետք է իրեն գտնել, որպեսզի նաեւ հեռացնել։ Այդ տեխնիկայից էլ կխոսենք։ Այո, իհարկե, եւ ստեղ էլ շատ մեծ շփոթություն կա մարդկանց շրջանում, շատ հաճախ վախենում են, երբ որ տեսնում են տիզը, գիշերվա ժամ լինի, առօրյա վազում են հիվանդանոցից շատ հաճախ ոչ վիրաբույժ բժիշկները ուղղորդում են վիրաբույժների մոտ եւ սենց մի խառնաշփոթ առաջանում եւ ժամանակ են կորցնում, այո, շատ լավ նկատեցիք։ Դրա փոխարեն կա շատ հեշտ տեխնիկաներ, որոնցով տնային պայմաններում յուրաքանչյուր ոք կարող է հեռացնել տիզը։ Ընդհանրապես օրինակ դրանցից մեկն է, հա, սովորական ակցիամբ տեղադրելով տզի եւ մարմնի միջև շատ հանգիստ իրան քաշում ենք եւ ինքը դուրս է գալիս։ Տարբերակներից մեկն է, որ կարելի է օրինակ այդ ատամի թելերով, հա, այսպես ասած։ Այո, հանգույց է սարքում, քաշում ենք, նույնպես դուրս է գալիս։ Եվ ստեղ շատ մյուս միֆը, որ շատ տարածված է, որ անպայման պետք է այնպես հեռացնել, միկրոսկոպով հեռացնել, որ հանկարծ կնճիթներ, չանչեր, ինչ ասես, այդ անունները տալիս ենք իր բերանային ապարատին, հա, որպեսզի չմնա, բայց իրականում դա վտանգ չի ներկայացնում, այն էլ Հայաստանում, որովհետև այդպիսի հիվանդություններ չունենք, որ հենց այդ հատվածով է փոխանցումը պայմանավորված։ Այնպես որ հանգիստ խղճով կարելի է
ուղղակի հեռացնել, ինչ էլ ուզում ա մնա, կարող ինքը կենդանի չլինի։ Մեկ դիտարկում ասեմ, լայֆհակ, որը ես ինքս էլի կարդացի, զուտ ցանկալի է, որ մի քիչ պտտող շարժումով հեռացնել, ոչ թե այսպես կտրատելով ներողություն, կտրուկ չքաշել, այլ պտտելով, որպեսզի ինքը իր ամրացվող հատվածները մարմնի եւս շրջվեն եւ ավելի հեշտ դուրս գան, դա էլի կարելի է ասել նկատի ունենան։ Շատ լավ։ Ներարկիչը հնարավոր է հատել արխիվի մասից եւ վակուում անելով, այսպես տեղադրել վակուում անելով ախտահանել հաջորդիվ ինչպես վարվել մարմնի այդ հատվածի հետ։ Ցանկացած ախտահանիչով, այսինքն կլինի դա ջրածնի պերօքսիդ, 70% բժշկական սպիրտ, հա ցանկացած ախտահանիչով ուղղակի ախտանել, սա արդեն երկրորդային ախտոտվածության հետևանքով սովորական, այսպես ասած, թարախային բարդություններից խուսափելու համար ուղղակի։ Շատ լավ։ Օրինակ տեսանք, դիզը հեռացրինք, մենք խոսում ենք լավագույն սցենարի մասին այս պահին, արդյոք արժե դիմել մասնագետի կամ հանձնել որևէ լաբորատոր տեստեր։ Սա շատ քննարկելի հարց է իրականում, որտեղ կան տարբեր տարակարծություններ, այստեղ հիմնական նպատակը հենց տիզի տեսակի որոշումն է, որովհետև կախված թե ինչ տիզ է, դրանից է կախված ինքը ինչ հիվանդություն կփոխանցի։ Այդ առումով ինքը կարող է որոշակիորեն մեզ օգնել հասկանալ դա լայմի հարուցիչին փոխանցող տիզն է, թե չէ, բայց առհասարակ որ վերցնենք եւ տզի մեջ հետազոտությունը տեսնենք կա հարուցիչ թե չէ, սա առանձնակի խորհուրդ չի տրվում։ Ամենայն դեպս դիզը մեզ պետք չէ, իրենից ազատվենք գրականությունը, այո, այդպիսի հետազոտության մեջ մեծ իմաստ չի տեսնում, քանի որ դա ոչ կարող է ժխտել հիվանդության փոխանցումը, ոչ հաստատել։ Իսկ կանխարգելիչ ինչ կարելի է անել, կանխարգելիչ տարբերակներ կա, եթե այդ 24 ժամ առնվազն մնացել է։ Անցել է հայտնաբերվել։ Այո, այս դեպքում իհարկե միայն բժշկի կողմից կարող է նշանակվել հակաբակտերիալ դեղորայք, կարճ 1 օրանոց կուրսով, այո, որը որ համարվում է կանխարգելիչ, հենց կանխարգելիչ նպատակով։ Բայց սա էլի բժիշկը պետք է գնահատի ռիսկը եւ այսինքն խորհուրդ չի տրվում միանշանակ տանը տիզը նկատել, հեռացնել եւ գնալ դեղատնից հակաբիոտիկ վերցնել։ Շատ լավ, եթե որոշել եք ավելի լավ է դիմել մասնագետի, օրինակ վարակաբանի։ Իսկ եթե մինչև 24 ժամն է հանգիստ ապրեք։ Հանգիստ ապրեք, թեթև ախտահանելով։ Շատ լավ։ Մենք հնչեցրինք այդ հիվանդության անունը, լայմի հիվանդությունը, բորելոզը, նեյրոբորելոզը, որ շատ կիրառում ենք պրակտիկայում։ Կխնդրեմ խոսենք նաև այդ հիվանդության ընթացքի ախտանշանների մասին։ Իհարկե, գիտեմ, որ շատ խճճված ու քողարկված են, մենք դա ընթացքում էլի կքննարկենք։ Իհարկե, շատ կարճ ասեմ իր նախնական շրջանը, որը որ մարդիկ տեսնելու են եւ հաճախ շփոթություն է առաջանում։ Այո, կծելուց հետո սովորաբար 3-ից 30 օրվա ընթացքում արդեն իսկ սկսում է իր առաջի դրսևորումները։ Ընդ որում, այստեղ շատ հետաքրքիր կարող ենք ունենալ գրիպանման ընթացք, այսինքն մարդը կարող ունենալ փռշտոց, կոկորտի ցավ, հազ, որոշակի թուլություն, մկանային թուլություն, երբեմն գլխացավեր, այս առաջի փուլն է, հա, այսպես դրսևորում եւ 70% դեպքերում ունենում ենք նաեւ իր տիպիկ ցանը։ Այսպես ասած օղակաձև էրիթեմա, այսինքն կլոր, մեծ, կարմիր ցան ենք ունենում, հա, այսքանը հանրությանը պատկերացնելու համար լրիվ բավարար է, բժիշկը արդեն կկարողանա ավելի կոնկրետ կողմնորոշել։ Տարբեր հատվածներում եւ ավելի հեռու, քան կծելու տեղներ, փաստորեն։ Այո, փաստորեն հենց տենց էլ ստացվում որ կարող է ինքը չհամընկնի կծելու վայրի հետ։ Լրիվ մեկ կարող է գրավի մարմնի մի քանի անատոմիական հատված, այսինքն կարող է կրծքավանդակի, որովայնի ամբողջ հատվածում այդ ցանը տարածվի։ Այս ցանը այնքան տիպիկ է, որ այս դեպքում օրինակ որևիցե լաբորատոր ախտորոշում հարկավոր չէ։ Սա միայն լայմի ժամանակ է լինում։ Հետևաբար մենք կարող ենք ուղղակի կլինիկորեն դնել ախտորոշումը եւ սկսել պացիենտի բուժումը։ Դա կարևոր կետ է, պարտադիր։ Այսպես դրսևորում է փաստորեն։ Միայն ի դեպքում է լինում, կա եւս մեկ հիվանդություն, էլի ռիկեցիոզներից մեր էլի տզերի հետ փոխանցվող, բայց դա Ամերիկայում է։ Այո։ Միացյալ Նահանգներում Հայաստանում հարուցիչները չկան, այո, բայց միևնույն է բուժումը միևնույն է, երկուսին էլ նույնն է։ Հետևաբար հատուկ տարբերակելու կարիք չունենք այս պարագայում։ Այս փուլերից հետո, հա, եթե մենք այս փուլում չենք բուժում, գասը երկրորդ փուլը, որը կարող է լինել հոդերի ախտահարումով դրսևորումներ, հա, այս փուլում էլ կարող ենք ունենալ պերիֆերի, այդ ծայրամասային նյարդի, այսինքն վերջույթի որից է ցավ կամ դիմային նյարդի ախտահարումը իր ամենասիրած նյարդն է, այսպես ասենք, եւ դրանից հետո արդեն հաջորդի երրորդ փուլում ունենում ենք մեր նեյրոբորելիոզը։
որի մասին որովհետև հարուցիչը արդեն կարելի ասել իր տոքսինները փոխանցում է գլխուղեգ եւ եւ անցկանում ինքն էլ անձամբ կարող է անցնել գլխուղեգ եւ բերի այստեղ շատ հետաքրքիր նեյրոբորելիոզի հայ որ արդեն գլխուղեղն է ախտարված դրսևորումն է այնքան բազմազան են որ պրակտիկորեն ոչ թե պետք է նստել ըստ ախտանշանների հասկանալ այստեղ ունենք կասկած թե ոչ հակառակը մի անգամից ուղղակի պետք է իրականացնել լաբորատոր հետազոտություն ցանկացած անհասկանալի իրավիճակում այս դեպքում արդարացված է ոչ թե ամբողջ մարմնի կրատը հետազոտություն այո, ճիշտ է։ Բորելիոզ է պետք է հետազոտել։ Շատ ճիշտ նշեցիք, գլխուղեղը լինելով, այսպես ասած, մեր կարևորագույն օրգաններից, որը մարմինն է կառավարում եւ բոլոր օրգան համակարգերի հետ կապ ունի, տրամաբանական է, որ կարող է այո շատ ցրված կլինիկա ունենանք եւ տարբեր մարմնի հատվածները, թե թմրածությունից սկսած մինչեւ վարքի խանգարում եւ զգայարանների ախտահարում կարող ենք ունենալ։ Եթե կարելի է մանրամասնենք նաեւ լաբորատոր տեստերը, արդյոք այստեղ միայն լաբորատոր տեստեր են, արդյոք կան գործիքային հետազոտություններ ախտորոշելու համար եւ եթե այդ 1 ամիս անցել է եւ բուժառուն չի ախտորոշվել, ինչպես են սովորաբար վարվում վարակաբանները։ Շատ լավ։ Ախտորոշման հետ կապված ունենք մի քիչ առանձնահատկություններ, էլ կարող է մի քիչ մոտեցումների տարբերություն լինի եւ այլն։ Ունենք լաբորատոր ախտորոշում հստակ, որով որ հնարավոր, այսինքն երկփուլանի է այս դեպքում ախտորոշումը։ Առաջի փուլում, այսպես ասած, սկրինինգային հետազոտությունն է, ստանդարտ բոլորին հայտնի իմունոգլոբուլին G-ի որոշումը, որից հետո արդեն ունենք հաստատող տեստ, հա, իմունոբլոտ մեթոդով իրականացվող հետազոտությունն է, որը որ արդեն հաստատող է համարվում։ Երկուսն էլ Հայաստանում ունեն։ Եթե առաջինը ներողություն խնդրում դրական է գալիս նոր ենք հաստատողանը։ Եթե առաջինը բացասական է, այլևս երկրորդի կարիքը չկա։ Ուղղակի ամերիկյան գրականության մեջ շատ հետաքրքիր միտք կա, որին շատ դուր է եկել։ Եթե կասկածում ես բորելիոզ, կլինիկորեն դու տեսնում ես, հավանական ես համարում, անալիզով մի ժխտի, որտեղ պիտի բուժես։ Եվ հակառակ, եթե դու չես տեսնում այդ հիվանդությունը որպես մասնագետ, կլինիկորեն չես տեսնում, անիմաստեղի հետազոտություն մի արա։ Այսինքն այստեղ հա նաև գահասանա, որ քանի որ հետազոտությունը կլինի եւ կեղծ դրական եւ կեղծ բացասական, պետք է շատ կարեւոր է բժիշկ մասնագետի նեյրոբորելիոզի դեպքում ձեր օրինակ հա նյարդաբանների զննությունը գնահատական, այսինքն եթե դուք շատ տիպիկ ցրված սկլերոզ եք ախտորոշել, օրինակ հա իմաստ չի ունենա։ Բայց եթե կասկածելի ցրված սկլերոզը արդեն միանշանակ է։ Այսինքն ստացվում է եւ մենք կարող ենք վտանգ ունենալ հիպերդիագնոստիկայի եւ ակնհայտ ախտանշանները ուղղակի անտեսենք, որպեսզի երկու վտանգներ հենց դա է, դրա համար գոյություն ունեն բժիշկները։ Այո, ուրեմն ախտորոշեցինք տեստը, արեցինք, դրական եկավ, հաջորդիվ ինչ քայլեր ենք անում եւ ինչ բուժում է ստանում եւ իհարկե արդեն տրամաբանական հարցը արդյոք հնարավոր է բուժել այս հիվանդությունը, թե ցավոք միառժամանակ տարիներ կամ ողջ կյանքում ախտանշանները դեռ ուղեկցելու են արդյուն։ Բուժում միանշանակ կա, գոյություն ունի եւ կարելի ասել արդյունավետ բուժում։ Իհարկե փուլից կախված, եթե մենք առաջի փուլում ենք հայտնաբերում, դա պրակտիկորեն գրեթե 100%-ով բուժելի իրավիճակ է, որը որ հետքեր չի թողնելու, մնացորդային երևույթներ չի լինելու։ Ինչքան փուլը ավելանում է, այնքան ռիսկերը, որ բուժումը կարող է չհաջողվել, ավելի մի քիչ մեծանում են, բայց միևնույնն է մենք ունենք շատ արդյունավետ բուժում, այսինքն այստեղ չի կարող քննարկվել բուժել թե չբուժել տարբերակը։ Միանշանակ բուժում ենք եւ լավ արդյունք է լինում, բայց կան այո որոշակի դեպքեր, արդեն նեյրոբորելիոզի դեպքում, հա, կամ հոդերի ախտարման դեպքում, այսպես ասած, կա հետ լայմային համախտանիշ, հա, post-Lyme syndrome գոյություն ունի, որը որ բուժել ես ամեն ինչ լավ է, բայց մարդու մոտ գանգատները շարունակվում են։ Սա էլ իր հերթին դրա համար իհարկե իդեալական ռեակցիա է օրգանիզմից նյարդային համակարգից կախված։ Պատճառները հստակ չկան, այնպես որ լավագույն տարբերակը մնում է կանխարգել, այսինքն մարմնազննություն անել, հեռացնել տիզը։ Այ վերջում կուզեմ դրան հատուկ անդրադառնալ կանխարգելման, կուզեի նաև հատուկ ուշադրություն դարձնենք այն հատվածին, սա բժիշկների համար եւս կարևոր ակնարկ է կարծում եմ, որ շատ հաճախ բուժառուն, այո, դիմում է նյարդաբանի, թերապևտի, ընտանեկան բժշկի, ինչու ոչ վարակաբանի կարող է հասնել, կուզենայի նաև կիսվեք ձեր պրակտիկայում, ինչպիսի դեպքեր եք հանդիպել, արդյոք այդ կապը ամուր է, վստահելի է, օրինակ նյարդաբանը կարող է կասկածել ուղարկել վարակաբանի, որ դեպքում է, որ առաջնային ուղղակի բժիշկը նյարդաբան լինի թե թերապևտ, կարող է կասկածել եւ անմիջապես պետք է դիմի վարակաբանի գոնե խորհրդի, գոնե համագործակցության եւ գրագետ վարման համար։ Շատ ակտուալ հարց է, քանի որ հիմնականում օրինակ իմ փորձում անձնական
հիմնականում ինձ գալիս էին արդեն բաց թողնված դեպքերը, ընդ որում անգամ առաջնային դրսևորումների դեպքում, երբ որ ունեինք տիպիկ օղակի դրսևորումը, հա, այդ թեման սանային դրսևորումները, ուղղորդվել դեպի բուժվել է որպես դերմատիտ, որպես ալերգիկ սաներ, բավականին հաճախ այդ երբ որ արդեն բուժում են, բայց արդյունք չի լինում, նոր այդ ժամանակ ուղղորդում են արդեն վարակաբանի մոտ։ Իսկ սանը, ինչպես ասինք, շատ տիպիկ է եւ կարծում եմ մեր ընտանեկան բժիշկները, թերապևտները մաշկը մի անգամ ընդհանրապես տեսնելով կարող են շատ լավ իմիջիալուց նպաստա մեր բժիշկների ասենք, որ վերջի մի քանի տարվա մեջ ակնհայտ տարբերություն ես ինքս նկատում եմ, որ ինֆորմացիան շատ արագ տարածվում է եւ արդեն շատ ալի, որ հենց ի սկզբանե տեսնում են եւ միանգամից անգամ ուղղորդում է անգամ իրանք միանգամից գրագետ բուժումն անում են։ Ոչ մի վարակաբան դեմ չի, որ թերապևտը բուժի գրագետ, այսինքն այստեղ ուղղորդելու խնդիր էլ չկա, դա լրիվ թերապևտի կամ մաշկաբանի առաջնային դրսևորումները։ Հաջորդիվ շատ կարևոր է ռևմատոլոգների հետ մեր աշխատանքը, որովհետեւ այդ պարբերաբար կրկնվող հոդացավերը ամանանցնկան հոդի ախտարում առավել եւս, այստեղ միշտ շփոթություն լինում է։ Եվ դա էլ քիչ-քիչ դառնում է ամենօրյա արդեն պրակտիկա ռևմատոլոգների մոտ, որ միշտ նման դեպքերում բորելիոզի վերաբերյալ եւս հետազոտություններ իրականացնեն։ Սա էլ շատ կարևոր։ Օրինակ, եթե կայուն է, բուժման չի ենթարկում կամ տարիքը արտրոզի համար բնորոշ չէ, հա, ճիշտ եմ հասկանում։ Եթե ինչ որ բաներ կլինիկայում եւ դրսևորումներ չեն համապատասխանում կլասիկ տեսակին, Այո, բարձր բորբոքային ցուցանիշներով եւ այլնով այդ դասական ընթացքը չի, որտեղ լայմի արթրիտը շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Ինքը այտենց ունեն մեծ սրացումներ եւ մեղմացումներ, հա, լավացումներ հիվանդության, սպոնտան կարող է տարիների ընթացքում մեկ արտահայտվել, մեկ անցնել եւ ամենաբնորոշ հոդը ծնկան հոդն է, այսքանը որ հիշենք։ Շատ կարևոր բաներ մեզ համար ասեցիք որպես չափորոշիչ, տեսեք ֆասֆորին նյարդային համակարգի ինչպես թուլություն, գլխացավ, վարքային փոփոխություններ, դեպրեսիվ, գիտեմ որ շատ հետաքրքիր кейս ունեցել եք, մի փոքրիկ դրան էլ երկու բառով կանրադառնանք, բայց այստեղ կարևոր է դիմային նյարդի ախտահարումը, հա, դեմքի սիմետրիայի կորուստը, այսպես ասենք, որ ավելի պարզ լինի, ծնկան հոդը, որը եւս սիրում է այս հարուցիչը։ Շատ լավ։ Այս շարքում կներեք Սիմեջան, այս շարքում շատ կարևոր կուզենայի, որը որ դեռ չենք հասցրել այդ ինֆորմացիան սրտաբանների շրջանում տարածել, այո, որտեղ լայմ կարծիտը դա իր ամենասիրածելի դրսևորումներից է եւ հիմնական արտահայտում ունենում ենք ռիթմի խանգարման տեսքով, մասնավորապես այդ AV բլոկների տեսքով, հայերեն դժվարն է, միան ավելի պաշարում, այո, պաշարումների դեպքում եւ սա էլ աշխարհում ընդունված էլի չափանիշ, այսինքն նման խնդրով պացիենտը հիվանդանոց ընդունվելուց միանշանակ հետազոտվում է լայմի վերաբերյալ այն տարածքներում, որտեղ իհարկե լայմը տարածված է։ Շատ լավ։ Մենք տարածաշրջաններից էլ չհասցրինք խոսել, շատ հետաքրքիր զրույց է ու թեմա է, բժիշկ Օհանյան, եթե կարելի է վերջում կանխարգելիչ 1-2 խորհուրդ տաք մեր բուժառուներին եւ հուսամ, որ մենք այս թեմային դեռ կհասցնենք ամռան ընթացքում անդրադառնալ։ Ինչ անենք բնություն գնալուց առաջ եւ հատկապես եթե կան տարածաշրջաններ, որից մասնավորապես պետք է զգուշանալ, դա եւս ասեք։ Իրականում Հայաստանի համար քանի որ մենք հստակ չունենք քարտեզագրությունը կոնկրետ որ հատվածում ինչքան է տարածվածությունը, որտեղ մենք թերախտորոշված դեպքեր ունենք, հետեւաբար մենք պետք է զգույշ լինենք պրակտիկորեն Հայաստանի շրջանի բոլոր հատվածներում, ու մասնավորապես անտառածածկ մարզերն ավելի վտանգավոր, բայց դա չի նշանակում օրինակ Երևանում որևիցե Թումոյի այգի գնալը անվտանգ է։ Միանշանակ կարող են լինել նմանատիպ որ տասերը շների վրա են նաև չէ, հեշտ տեղափոխվում են, մենք էլ այնքան մեծ տարածաշրջան չենք, որ դա դժվար է։ Այս ամեն ինչ հաշվի առնեմ, միշտ հագուստին ենք ուշադրություն դարձնում, որ հնարավորինս պաշտպանված լինի, այսինքն բաց ոտքերով, բաց մարմնամասերով խոտածած հատվածներում չպարկենք։ Գելեր, սպրեյեր կարելի է օգտագործել եւ արդյոք դա օգնում է։ Մեր տերմինով կոչվում է repellent նյութեր, որոնք որ հատուկ վանում են, առավել հաճախ, օրինակ այ կենդանիներ պահող մարդիկ ավելի շատ են տեղյակ դրանց, որտեղ ավելի շատ են կիրառում, բայց մարդկանց համար եւս գոյություն ունի։ Իհարկե սա այն դեպքը չէ, որ ասենք այդ repellent-ը օգտագործեցիր, հա, փչեցիր եւ հանգիստ եղիր, այո, ապահովագրված ես, բայց կարելի է լրացուցիչ օգնող է եւ ամենակարևորը, ամենաարդյունավետը
օրվա վերջում մարմնազննություն եւ բացի ինքնազննությունը խնդրել մեկին հնարավորության դեպքում, որտեղ շատ հաճախ ունեն մենք մեջքի հատվածում, որը որ մենք չենք տեսնի եւ հենց ստեղ է խնդիր լինում։ Շատ հետաքրքիր փաստ էլ ասեմ, որ 30%-ը ում մոտ ախտորոշում է լայմ հիվանդություն, իրենք չեն հիշում փաստը, որ իրանց տիզա գծել, այո։ Եվ սա հենց խոսում է մեր ամեն ասացի մասին։ Այո, շատ լավ, շատ շնորհակալ եմ կարևոր օգտակար խորհուրդների համար եւ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր զրուցեցինք շատ կարևոր, հետաքրքիր իր ընթացքով հիվանդության մասին, նեյրոբորելոզի մասին, բժիշկը ասեց որոշակի կարևոր չափորոշիչներ, օրինակ դրանք օղակներն էին մարմնի վրա դրսևորվող, դիմային նյարդի ախտահարումը, ծնկան հոդի եւ չմոռացանք նաեւ քննարկել, որ կարող է սրտաբանական եւս խնդիր եւ նույնիսկ արիթմիա առաջացնել պացիենտների մոտ։ Այսօրվա իմ հյուրն էր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն բժիշկ վարակաբան Արմեն Օհանյանը, դեռ կհանդիպենք, իսկ մենք այս պահին տեղափոխվում ենք խորհուրդ մասնագետից էջ։ Բարև ձեզ, ես Նանե Հրաչյանի Մսրյանն եմ, Քիթ կոկորդական ջաբան, այժմ գտնվում ենք Մեդլայն բժշկական կենտրոնում։ Այսօր կցանկանամ խոսել մեր ամենակարևոր վերլուծիչներից մեկի լսողական վերլուծիչի մասին, առանց որի հնարավոր չէ լինի լսել շրջապատող միջավայրի ձայները, կողմնորոշվել արտաքին միջավայրում, ինչպես նաև լսել մեզ համար սիրելի մարդկանց ձայները։ Լսողության վրա ազդող գործոնները շատ տարբեր են, սակայն այսօր կցանկանամ անդրադառնալ այդ գործոններից ամենակարևորներին, որոնք վերջին շրջանում դարձել են խիստ անհանգստացնող։ Խոսքը շրջապատող միջավայրի աղմուկը եւ բարձր ձայներն են, որոնք լուր, սակայն մեծ մարտահրավեր են համարվում լսողության վատացման եւ հետագա խնդիրների առաջացման համար։ Շրջապատող միջավայրի աղմուկը, հրավառությունները, աղմկոտ միջավայրերը հանգեցնում են լսողության համար պատասխանատու շատ նուրբ, մազավոր, նյարդային բջիջների վնասմանը, որը հանգեցնում է հետագա լսողական խնդիրների առաջացմանը մարդկանց շրջանում։ Շատ հաճախ նման խնդիր հանդիպում է մասնագիտական առանձնահատկություններից ելնելով, օրինակ DJ-ների մոտ, ովքեր իրենց աշխատանքը իրականացնում են բարձր երաժշտության պայմաններում, ինչպես նաև բանվորների մոտ, որոնք աշխատում են հաստոցների կողքին անմիջապես, եւ այդ պարագայում լսողությունը պահպանելու եւ հետագա խնդիրներից խուսափելու համար նրանց խորհուրդ է տրվում, որպիսի աշխատանքի ընթացքում կիրառեն հատուկ ականջակալներ, որոնք որոշակի չափով խլացնում են տվյալ բարձր ձայները եւ կանխում են հետագա խնդիրների առաջացումը։ Դարաշրջանի կարևոր խնդիրներից է համարվում նաև ականջակալների կիրառումը շատ բարձր ձայների վրա։ Երիտասարդների մոտ վերջին շրջանում հատկապես նկատելի է ականջակալների լայն կիրառումը։ Ունենք երկու տեսակի ականջակալներ։ Դրանց մի տեսակը անմիջապես դրվում է արտաքին լսողական անցուղու մեջ, որը այնքան էլ նախընտրելի տարբերակ չէ, եւ երկրորդ տարբերակը, որը գրկում է ականջախեցին, եւ այս տարբերակի պարագայում շատ ավելի նախընտրելի է, քանի որ այն շրջապատող միջավայրի ձայները մեկուսացնող հատկության շնորհիվ չի տրամադրում, որպեսզի անընդհատ ձայնը բարձրացվի երաժշտության, օրինակ եթե երաժշտություն է լսվում։ Գոյություն ունի հատուկ 60-60 կանոնը ականջակալները օգտագործելու պարագայում, որը առաջարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, ինչը դա իրենից ենթադրում։ Ականջակալի ձայնը պետք է բարձրացվի թույլատրելի չափի առավելագույն չափի 60%-ով եւ անհրաժեշտ է միանվագ, այսինքն առանց դադարների մաքսիմալ ժամկետը օրվա ընթացքում կիրառել 60 րոպե ականջակալները։ Եթե խնդիրն այնպիսին է, որ աշխատանքի հետ է կապած ականջակալների կիրառումը եւ հնարավոր չէ սահմանափակվել օրվա ընթացքում 60 րոպե կիրառելով, տվյալ պարագայում անհրաժեշտ է յուրաքանչյուր 60 րոպեն մեկ պարտադիր անցնել լսողական դադարների, որպեսզի այդ ընթացքում լսողական վերլուծիչը հանգստանա։ Ամենակարևոր խորհուրդը, որ կցանկանամ ուղղել բուժառուներին, դա այն է, որ ցանկացած անգամ աննշան կամ թվացial խնդրի պարագայում, որը վերաբերվում է լսողությանը, անպայման մոտենալ մասնագետին, ստանալ համապատասխան խորհրդատվությունը եւ չզբաղվել ինքնաբուժությամբ։ Սիրելի հեռուստադիտողներ, այժմ խորհուրդ ծնողներին էջն է մեր եթերում։ Հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է բելգիական Ontex ընկերություն իր Քամբեբե ապրանքանիշով։ Բնական կոնցեպտով պատրաստված Քամբեբե տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկի երկարատև քունը։ Իսկ այժմ անցնենք այսօրվա մեր թեմային։ Երեխաս ամիսը մի քանի անգամ
հիվանդանում է կամ նոր է լավացել եւ նորից է մրսել, նմանատիպ հարցեր գրեթե ամեն օր մանկաբույժները ստանում են։ Երեխաների մոտ մրսածությունը հաճախակի է հանդիպում, սակայն երբ այս ամենը ել ավելի է հաճախանում, ծնողները սկսում են մտածել, որ այս ամենը նորմալ է, թե ինչ որ խնդիր կա։ Այսօր այս կարևոր եւ բավականին տարածված թեմայի շուրջ զրուցելու ենք Երևանի Մալաթիա Սեբաստիան մանկական առողջության կենտրոնի մանկաբույժ Նարինե Մարտիրոսյանի հետ։ Ողջույն բժշկուհի, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար եւ առաջին հարցս հետեւյալն է. Ինչ է մրսածությունը։ Շնորհակալ եմ տաղավարում հյուրընկալելու համար։ Մրսածությունը դա օրգանիզմի պատասխան ռեակցիան է գեր սառեցմանը։ Իրականում մենք մրսածություն հասկացություն բժշկության մեջ չունենք, որպես այդպիսին դու համարվում է օրգանիզմի պատասխան ռեակցիան, որը կդրսևորվի տարբեր կերպ։ Թե ինչ կերպ կդրսևորվի մրսածությունը երեխայի մոտ, դա կախված է երեխայի օրգանիզմից։ Օրգանիզմը համարենք մի շղթա, որը ցանկացած շղթա ունի թույլ օղակ։ Յուրաքանչյուր երեխա ունի իր թույլ օղակը։ Եթե թույլ օղակը շնչուղիներն են, ապա մրսածությունը դրսևորվում է շնչական, վերին շնչական ինֆեկցիաների վարակի ձևով։ Եթե այդ թույլ օղակը հանդիսանում է ականջ, ուրեմն դա ընթանում է օտիտների ձևով, եթե միզուղիներն են, ուրեմն միզուղիների ինֆեկցիաների ձևով, այնպես որ տարբեր երեխաների մոտ դրսևորումները տարբեր են լինում։ Շատ բարի, որոնք են հիմնական պատճառները մրսածության երեխաների մոտ։ Պատճառները փորձենք առանձնացնել երկու մեծ խմբով։ Դրանք արտաքին պատճառներն են եւ ներքին պատճառները։ Ներքին պատճառները հանդիսանում են երեխայի օրգանիզմում արդեն արկա խնդիրները, այսինքն դրանք քրոնիկ հիվանդություններն են, երեխայի շուտ հիվանդացության պատճառ եւ հաճախակի հիվանդացության պատճառ հանդիսանում, դրանք կարող են լինել տարբեր գերզգայուն վիճակները օրգանիզմի մոտ եւ զուգակցվել օրգանիզմում կատարվող որևէ այլ փոփոխությունների հետ, օրինակ ատամնացակլման համախտանիշի հետ կարող են զուգակցվել։ Դրանք ներքին պատճառներն են օրգանիզմի եւ կան արտաքին պատճառներ, գերսառեցումը, այստեղ կարող ենք թվարկել թաց ժամանակ, երկար ժամանակ ոտքերը սառը ջրի մեջ թռչելը կարող է հանդիսանալ պատճառ, միանգամից սառը օդից տաք օդի անցնելը կարող է հանդիսանալ պատճառ, չոր, խոնավ եւ սառը օդի հետ շփումը կարող է հանդիսանալ պատճառ, քամու պայմաններում, սառը քամու պայմաններում դրսում գտնվելը կարող է հանդիսանալ պատճառ, բազմաթիվ են պատճառները։ Այ ինչու է որ որոշ երեխաներ ել ավելի են հակված եւ ել ավելի հաճախ են իրենց մոտ հանդիպում մրսածության երևույթներ։ Այստեղ նորից առանձնացնենք երկու առանձին խումբ, մեկը երեխաների խնամքն է, ծնողների կողմից կազմակերպված, մենք գիտենք ինչու՞մ է խնդիրը, շատ ենք հանդիպում այդ խնդրի հետ, երբ որ չափից ավել են հագցնում երեխային, չափից ավելի տաք պայմաններում են պահում, երբեք երեխային օդափոխության մաքուր օդի զբոսանքների չեն հանում, խնայում են երեխային, պաշտպանում են արտաքին ամեն տեսակի ազդակներից, չեն կոփում երեխային եւ բերում են հաճախակի հիվանդացությունների։ Եվ երկրորդ պատճառը, ինչպես ասեցի, երեխայի օրգանիզմում որոշակի եղած, արդեն վաղուց եղած խնդիրներն են, դրանք քրոնիկ հիվանդություններն են։ Բժշկուհի, ամենասկզբում ասացինք, որ երեխաների շրջանում մրսածության երևույթները շատ հաճախակի են հանդիպում։ Բայց երբ երեխան մի քանի անգամ ամիսը հիվանդանում է, սա նորմալ է թե ոչ։ Տեսեք, միջինը մրսածությունից ապաքինվելը տևում է 5-ից 10 օր, 10 օր ձգվում է այն դեպքում, երբ որ մրսածությունը բարդանում է, այսինքն սովորական առողջ օրգանիզմը ճիշտ կազմակերպված խնամքի եւ բուժման դեպքում կարող է հաղթահարել մրսածության երևույթը 5 օրվա ընթացքում։ Եթե խնամքը կամ բուժումը ճիշտ չի կազմակերպվում, մի քիչ ավելի երկարաձգվում է։ Սովորաբար ընդունված է ամիսը 1 անգամ երեխայի մոտ հիվանդացությունը համարել նորմալ, տարվա կտրվածքով 12 անգամ, եթե ավելի հաճախ է լինում հիվանդացությունը, ուրեմն պիտի փնտրել պատճառներ, միգուցե դա թեր սնուցումն է, այսինքն անհրաժեշտ սննդանյութերի ոչ բավարար կամ ճիշտ ներմուծումը երեխայի օրգանիզմ, միգուցե անեմիաներն են, միգուցե ինչ-որ վիտամինային դեֆիցիտներն են, դրանք արդեն պիտի պարզվի միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։ Բժշկուհի, ինչպես կարող ենք տարբերակել մրսածությունը բակտերիալ վարակից։ Որպես օրենք մրսածությունը դանդաղ է զարգանում աստիճանաբար եւ ծնողները նշում են անպայման մրսածության ֆակտորը։
սկզբնական 1-2 օրվա ընթացքում երեխան մի քիչ թույլ է լինում, մի քիչ լավ չի քնում, մի քիչ լավ չի ուտում, մի քիչ ավելի անհանգիստ է եւ խնդրում է իրեն անընդհատ ձեռքերին վերցնել կամ գրկում է մորը էներգիա վերցնելու, ուժ վերցնելու նպատակով։ Դրանից հետո նոր սկսում են զարգանալ արդեն ինչպես նշեցի, թույլ օղակում երևույթները, եթե դրանք վերին շնչուղիներին են վերաբերում, ուրեմն սկսում է քթահոսություն կամ ընդհակառակը քթի փակվածություն, փռշտոցներ, արցունքահոսություն, կոկորտացավ եւ հետո արդեն ավելանում է ջերմության բարձրացումը։ Բակտերիալ վարակի դեպքում սովորաբար մենք ունենում ենք սուր սկիզբ եւ բակտերիալ վարակի դեպքում ջերմիչեցնողները քիչ արդյունավետ են, որովհետեւ մենք ունենք կայուն ինֆեկցիայի օջախ եւ ջերմիչեցնողը ջերմությունը իջեցնում է կամ կարճատև, թույլատրելի ժամանակից ավելի վաղ սկսում է ջերմության բարձրացումը կամ ջերմությունը չի իջնում մինչև նորմայի սահմաններին հասնելով։ Ինչը չենք ունենում մրսածության դեպքում։ Բակտերիալ վարակի դեպքում մենք ջերմության բարձրացման ինտերվալների կարճացում չենք ունենում եւ ջերմությունը շարունակական օրերի ընթացքում շարունակում է բարձր թվերի վրա պահպանվել։ Մրսածության դեպքում որպես օրենք մենք ջերմության պիկը ունենում ենք առաջին օրը, հետագայում գնում է արդեն սիմպտոմների ավելացում, ջերմության նվազման տենդենց։ Եկեք խոսենք մի փոքր ծնողների սխալների մասին։ Մրսածության շրջանում որոնք են այն հիմնական սխալները, որոնց դուք հանդիպում եք։ Առաջին սխալը երևի թե նշեմ ջերմության իջեցումը։ Պիտի հիշենք, որ ջերմությունը պաշտպանական ռեակցիա է արտաքին միջավայրից օրգանիզմ ներմուծված տարբեր տեսակ բակտերիաների, վիրուսներին ի պատասխան։ Եվ ջերմությունը անմիջապես իջացնելը ճիշտ չի համարվում։ Պիտի պաշտպանենք ջերմությունից երեխայի օրգանիզմը։ Շփումների միջոցով, ֆիզիկական միջոցներով փորձենք իջեցնել երեխայի ջերմությունը։ Եթե ջերմությունը հասնում է 38 աստիճանի, մինչև 1 ամսեկան երեխաների մոտ դա արդեն ցուցում է ջերմիչեցնողների օգտագործման, 1 ամսեկանից ավելի մեծերի մոտ մինչև 38.5 մենք կարող ենք ջերմությանը ոչինչ չանել։ Ոչինչ չանել նկատի ունեմ ջերմիչեցնողներ չկիրառել, բայց ֆիզիկական միջոցների կիրառումը բոլորը ցուցված են այստեղ եւ պետք է առաջնորդվել դրանով։ Եվ մի խնդրանք նույնպես ծնողներին, ջերմիչեցնողները, երբ որ նշվում է բժշկի կողմից ազդեցության ժամանակահատվածը ջերմիչեցնողի նշվում է, պետք չէ դրանից ավելի շուտ սկսել ջերմիչեցնողներ տալ։ Ինչի եմ սա հատկապես նշում, որովհետև ծնողները շատ հաճախ նշում են այն հանգամանքը, որ տվեցինք մի ջերմիչեցնող, դեռ մի ժամ անցել էր, ջերմությունը երեխայի չէր իջել, հետո ստիպված երկրորդ ջերմիչեցնողը տվեցինք, պետք չի նման միջոցների գնալ։ Ավելի լավ է օգտագործել ֆիզիկական միջոցները, որովհետև ջերմիչեցնողը երեխայի օրգանիզմը պիտի հասցնի յուրացնել, մաքրել օրգանիզմը, դրանից հեռացնել, կրկնակի դոզայով եւ թույլատրելիից ավելի մեծ դոզայով ջերմիչեցնողների կիրառումը վնասում է երեխայի օրգանիզմին։ Շնորհակալություն բժշկուհի շատ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ մեզ բոլորիս համար պարզ դարձավ, որ մրսածությունները շատ ժամանակ անխուսափելի են երեխաների մոտ եւ հետեւապես պետք է ծնողները փորձեն սովորել ինչպես արձագանքել մրսածություններին, ինչ պետք է անեն, ինչ չպետք է անեն։ Սրանք կարևոր ֆակտորներ են, որոնք կարող են օգնել եւ ոչ թե բարդացնել իրավիճակը։ Հիշեցնեմ, որ հաղորդման մեր այսօրվա հյուրն էր Երևանի Մալաթիա Սեբաստիա մանկական առողջության կենտրոնի մանկաբույժ Նարինե Մարտիրոսյանը։ Իսկ հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է բելգիական Ontex ընկերությունը իր Քամբեբե տակդիրներով։ Քամբեբե տակդիրների բարակ մակերեսը հարստացած է վիտամին D-ով, հալվեի, ձիթապտղի եւ երիցուկի էքստրակտով, որը կպաշտպանի ձեր փոքրիկ իզգային մաշկը, ապահովելով առողջ քուն։ Իսկ այժմ շարունակում ենք հաղորդումը տեղափոխվելով գեղեցկության գաղտնիքներ էջ։ Շատերս լսել ենք հոլիվուդյան ժպիտ արտահայտության մասին, այսօր կիմանանք, թե ինչ է իրենց ներկայացնում դեմքի հոլիվուդյան մաքրումը։ Մենք գտնվում ենք իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնում եւ այսօր կզրուցենք կենտրոնի մասնագետ Մանիկ Սահակյանի հետ։ Ողջույն Մանիկ։ Բարև։ Պատմիր մեզ ինչ է իրենց ներկայացնում հոլիվուդյան մաքրումը։ Անվանումը ստացել է ամերիկյան շատ հայտնի աստղեր, իրենց կարևոր հանդիպումները եւ նկարահանումները կատարելուց առաջ օգտվել են այդ պրոցեդուրայից եւ ավելի վստահ են զգացել իրենց մաշկի ամբողջական փայլի եւ առողջ տեսքով երևալու համար։ Շատ լավ։ Եվ ինչով է այս մաքրումը տարբերվում սովորական այլ դեմքի պիլինգներից, այսպես ասած։ Այո, այս մաքրումը տարբերվում է նրանով, որ վերականգնողական շրջանը
շատ արագ է տեղի ունենում, քանի որ ավելի ամբողջական եւ արդյունավետ է կատարվում դեմքի խնամքը։ Ներառվում են եւ ապարատներ եւ նյութեր։ Ապարատների օգնությամբ ավելի նյութը ներթափանցում է խորքային շերտ եւ ավելի նպատակային է կատարվում մաքրումը։ Եվ խնդրեմ ներկայացրեք, ինչ փուլայնությամբ է ընթանում այս process-ը։ Առաջինային մաքրում ենք մաշկից կեղտը, ճարպը եւ դիմահարդարումը, այնուհետեւ ուլտրաձայնային սարքի օգնությամբ հեռացնում ենք մահացած բջիջները, հաջորդում է վակուումային պիլինգը, որը առանց ճնշելու ցանը հեռացնում է եւ խորքային մաքրումն է ապահովում, այն կատարվում է հատուկ հեղուկներով, որը բերում է ատրավմատիկ մաքրման, այնուհետև հաջորդում է դիմակների մասկաների կիրառումը, որը ընթանում է ուլտրաձայնային սարքի օգնությամբ, այն օգնում է, որպեսզի նյութը ներծծվի մաշկի ավելի խորքային շերտեր, հաջորդաբար կատարում ենք արդեն մաշկի հանգստացման գործընթացը, դա գալիս է կրիոթերապիան, որը կոփում է մաշկը եւ բարձրացնում է մաշկի իմունիտետը։ Իսկ արդյունքը փաստորեն, ինչպես հասկանում եմ, անմիջապես տեսանելի է եւ արդյոք կարիք է լինում մի քանի անգամ կրկնել եւ սեզոնայնություն ունի թե ոչ այս պրոցեդուրան։ Այո, արդյունքը անմիջապես տեսանելի է, մաշկը ունենում է առողջ տեսք, գեղեցիկ փայլ, այն սեզոնայնություն չունի, տարվա կտրվածքով կարելի է կատարել 2-ից 3 անգամ, ոչ ավելին, քանի որ այն շատ խորքային մաքրում է ապահովում։ Փաստորեն կարելի է ենթադրել, որ արդյունքը ամիսներ շարունակ պահպանվում է, դե տարեկան մենք անենք 2-3 անգամ, բավականին գեղեցիկ եւ փայլուն տեսքը երկար կպահպանվի։ Այո, պահպանվում է եւ այդ ընթացքում բուժառուին խորհրդատվություն է տրամադրվում, ինչպես խնամել մաշկը, որպեսզի ավելի երկար, այո, պահպանելու համար։ Այո։ Ցանկալի է, որ բուժառուն կատարի իր փուլային մաշկի մաքրումը, խոնավեցումը, օգտագործի շատ հաճախ արևապաշտպանը, կապ չունի ձմեռ թե ամառ, եւ ջրային բալանսը պահպանի, քանի որ ջուրը դա մեր մաշկի համար ամենակարևոր բաղադրիչներից է։ Այո։ Մենք պարզեցինք, որ փաստորեն գեղեցիկ, հարթ եւ փայլուն մաշկ ունենալու համար այս պրոցեդուրան շատ ցուցված է, իսկ կան արդյոք հակացություններ, երբ ցանկալի չէ կատարել։ Հակացություն որպես այդպիսին չկա, բայց մոտեցումն է մի փոքր այլ, անհատական, ելնելով մաշկի վիճակից։ Օրինակ, եթե խոր ակնե կամ ինչ-որ բշտիկներ կան, կարելի է աշխատել այս մաշկի հետ եւս։ Կարելի է որոշակի բուժման փուլից հետո իհարկե կատարել մաքրում, բայց ոչ խոր ակնեի դեպքում։ Եվ իհարկե այն ցուցված է մաշկի բոլոր տիպերին։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, որ մենք խոսեցինք մաշկի մաքրման մի կողմից ունիվերսալ, բայց միևնույն ժամանակ շատ յուրահատուկ հոլիվուդյան մաքրման մասին եւ իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնի մասնագետ Մանիկ Սահակյանը ներկայացրեց այս պրոցեդուրայի ցուցումները եւ իհարկե բարձեցինք ինչպիսի գեղեցիկ արդյունք կարող ենք ունենալ այս մաքրումից հետո։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, դեռ կհանդիպենք։
Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը, մինչ թեմաների ամփոփումը հիշեցնեմ, որ մեր եթերները կարող եք դիտել նաև YouTube-յան ալիքով։ Գլխավոր թեմայի շրջանակներում խոսեցինք մի հիվանդության մասին, որը չնայած որ քիչ է հանդիպում, բայց շատ դժվար ախտորոշում ունենում եւ բազմաթիվ ախտանշանների պատճառ է հանդիսանում, դա լայմի հիվանդությունն է կամ այսպես կոչված նեյրոբորելիոզը, որը կարող է առաջանալ սովորական տզի կծածի պատճառով։ Խոսեցինք կանխարգելումից, խոսեցինք նաև բուժման եւ վարման մեթոդների մասին։ Այնուհետև մասնագետը ներկայացրեց, թե ինչ գործոններ կարող են ազդել մեր լսողական անալիզատորի վրա եւ ինչպես պետք է պահպանել մեր ականջի առողջությունը։ Այնուհետև պարզեցինք, թե ինչու որոշ դեպքերում երեխաները ավելի հաճախ են հիվանդանում եւ ավելի դժվար վերականգնվում։ Սովորեցինք մի շարք մոտեցումներ, ինչպես պետք է տարբերակել սովորական մրսածությունը բակտերիալ վարակներից եւ ինչպես պետք է ծնողները նման դեպքերում վարվեն։ Եվ իհարկե չմոռացանք մեր ամենագեղեցիկ անկյան գեղեցկության գաղտնիքների մասին, որտեղ պարզեցինք նոր մեթոդի դեմքի հոլիվուդյան մաքրման մասին, ինչով է այն առանձնանում այլ մաքրման տեսակներից եւ ինչպիսի գեղեցիկ արդյունքներ է տալիս։ Շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ էիք, մնացեք մեզ հետ եւ եղեք առողջ։